Սա մասը մի քիչ խոսենք։ Հարգելի պարոն Քոչարյան, սրտան շնորհավորում եմ ձեր ծննդյան 65-ամյակը։ Ցանկանում եմ առողջություն, երջանկություն, շուտ ազատում, ձեր գործերին հաջողություն։ Թող ձեր սրտով ձեզ տա։ Շուտապույտ ազատում, նշանակում է Քոչարյան բանտում է, հա։ Հարգում եմ ջերմ բարևներ, Շացիրում հարգում է, այսինքն երբ է Քոչարյանը բանտում, հիշում եք, 19 թվական, միջև կազատեր իրան, էներ ինչ արդարացնելով, որ ոչ մի բանում մեղավոր չի Քոչարյան Ռոբերտը, եւ այդ ընթացքում Արտուրը շնորհավորում է։ Իսկ սա մի քիչ ավելի վաղ կատարված նկար է, որտեղ ինքը Սերժ Սարգսյանի կաթողիկոսի հետ խոսում է դրա մասին, որ այսեն բոլոր զորվածների սրբադասման արարողությունն է, սրբադասման, հա։ Ինքը շատ է ցավում իր երերնի համար եւ ներկա է Սերժ Սարգսյանի հետ այդ սրբադասման արարողությանը։ Պետք է ինչքանով հասկանում ենք եւ Սերժի հետ լավ եղե, եւ Նիկոլի հետ, Քոչյանի հետ լավ եղե, եւ անկեղծ մասում 70 մասում հավատում է, որ 70% այստեղ ձեզ սիրում են, ժողովուրդը չէ պատկերացնում ձեզ ինչպես են շնորհակալ գնահատում։ Ես շնորհակալ գնահատում եմ ահավոր։ Եվ սիրո խոստովանություն Նիկոլ Փաշինյանին ընդ որում այս կադրը որ ես տեսա, այս սրբադասման արարողությանը ներկա լինելու հանգամանքը մեկ է ուզում ասեմ, այնքան խփե գլխի հիշողությունով կորսել ես Արտուր։ Դուս կարա սարա մի կողմից սրբադասման համար տենց լուրջ ուրախանես, մյուս կողմից սրբապերստերի նույն հիշարժանը պրծողներին, նույն զորվածների հիշարժությունը պրծողներին, փաստը զղջողներին, կանես կողքից ասես մարդիկ այնքան են քեզ սիրում, չես պատկերացնի, 80% ուշք է գնում, հա լսեք այս խոսքերը։ Լուրջ անկեղծ մասում 70 մասում հավատում է, որ 70% այստեղ ձեզ սիրում են, ժողովուրդը չէ պատկերացնում ձեզ ինչպես են շնորհակալ գնահատում։ Չեք պատկերացնում ձեզ ինչպես են գնահատում։ Արտուր։ Այս փաստերը կարդանք, հետո ես իմ ասելիքը կասեմ։ Արամ Գևորգյանը շատ մանրամասն գրել է, այնքան լավ է գրել, որ ես ոչինչ բան չեմ ուզում ավելացնել, ուզում ես պարագայում ցիտեմ։ 2019 թվականին Արտուր Աբրահամյանը Ռոբերտ Քոչարյանի ծնունդն է շնորհավորում բանտից շուտապույտ ազատում մաղթում։ 20 թվականին հոկտեմբերի 1-ին Բերլինի հայ համայնքի կազմակերպած ակցիայի ժամանակ հայտարարում հոկտեմբերի 1 Հայաստան չունենք ոչ մեկին տալու։ Արցախ չունենք ոչ մեկին տալու, Արցախը մերն է։ Այսօր Արցախը տված, Հայաստանի տված, ասում չեք պատկերացնում, դες ոնց են սիրում։ 20 թվականի նոյեմբերի 1-ին Facebook-ում ֆլեշ մոբեր մասնակցում Արտուր գրում էր. «Ճանաչում ես ինձ, ճանաչիր ինձ, ես Արցախն եմ»։ Փաստորեն դու ադրբեջանցի ես արդեն, Արտուր։ Հա, դու այսօր ապացուցեցիր քո վերաբերմունքով։ 23 թվականի օգոստոսի 6 Արտուր Աշխարհին ու Մակին Քոչարյանը բացել Լաչինի ճանապարհը։ Այսօր պատերազմից Նիկոլի բերած արաբիկից Արցախի կորստի ծուլացումից հետո նույն Արտուր Աբրահամը այսօր պատերազմից մի խոսքով թցնում է Նիկոլի շնորհակալություն հայտնում իր անունով ինչ որ մարզանամալիր կառուցելու համար, որի հիմնարկեքի արարողությունն էր այսօր։ Ես ձեզանից աշխարհի չափ շնորհակալ եմ, պարոն վարչապետ, խոսքերով չեմ կարող ասել։ Բոլորը ձեզ սիրում են, որտեղ դուք սիրում եք սենց մարդկանց մեջ մտնել, սենց։ Անկեղծ եմ ասում։ Չեմ ասում 100%, բայց 70%, ձեզ սիրում է։ Եթե ասենք այս բառերն ասածը մեր, չգիտեմ, չեմ ուզում ոչ մեկին վերաբերել, բայց Եվրոպայում են քաղաքներում մեծ ասած մարդ կասեի լավ դե երևի դա նորմալ է, էլի։ Մարդ մեծացել է Չարբախում, որտեղ ինչ որ ավանդույթներ կան, գոնե ես դա կարող եմ վկայել, կային ամենայն դեպս։ Ինքն էլ ասել հաստատ տանը մեծացած տղա չի, Դանել Իոնիսյան չի կամ դթում, էլի, տանը չի մեծացել, ինքը դրսում է մեծացել, գիտի ինչ է նշանակում խոսքի նկատմամբ հարգանք, պատասխանատվություն։ Հիմա հարց Արտուր։ Մոռանում ենք, որ դու չեմպիոն ես լավ բռնցքամարտիկ։
քո պահվածքին դու ինչ անուն ես տալիս։ Այսինքն քո պահվածքի տեր մարդուն դուք բակում, թաղում, հայերեն ասած հայաթում, ինչ անուն կտայեք։ Չեմ ասում ինչ կանեիք, ասում ինչ անուն կտայեք դրան։ Ես չեմ ասում, որ թողում եմ ես դու ասես Արտուր։ Թողում դու ասես։ Մարդ որ դեմ Արցախը տալուն, բայց Արցախը տվողին շնորհակալ է։ Դեմա բլոկադային, բայց բլոկադայի մեջ դնողին շնորհակալ է։ Արտուր, դու ինչ անուն կտաս քեզ։ Այդ անուններ կեր։ Հա։ Մարզվում ան միջև ես դու ինչ ասել ես։ Օրվա նախագահներին ես գցնել ընդամենը Քոչարյան Ռոբերտին, Սերժիկին, այսօր Նիկոլին ես ասում, ու ամենաֆենոմենալը ստեղ որն է, որ Նիկոլն էլ էս ամեն ինչը գիտի։ Նիկոլն մտածում է, որ Արտուր Աբրահամը իրան սիրում է։ Ու Արտուր Աբրահամի 70-80%-ները դա ռեալ թվել են, որ իրան սիրում են։ Հա, Նիկոլ, սիրում են, այնքան ինչքան Արտուր Աբրահամն է քեզ։ Հա։ Ինչքան ինքը սիրում էր Սերժիկին, Ռոբեկին, Արցախը, ցեղասպանվածների հիշատակը, այդքան էլ քեզ սիրում։ Եվ ամենալավը ստեղ որն է, որ Փաշինյան Նիկոլի կողքը հավաքվել են բացառապես այս կարգի մարդիկ։ Այսօր մեկը գրել է, դուք աշխարհի չեմպիոնի հետ եք հաշվում, չափվում։ Ինչ ուզի կարանի, հա։ Ո՞վ չի կարող ասում, չեն ասում ինքը չի կարող, ինքը կարող անի։ Մենք էլ կարող ենք ըստ դրա վերաբերմունք ունենալ, ճիշտ է, այո։ Մենք էլ կարող ենք ճշտով վերաբերմունք ունենալ, ճիշտ է, այո։ Այն ինչ որ ասվեց, սա իր խոսքերն է, ճիշտ է, այո։ Հիմա թող ասի ինքը, այսքան բանից հետո, ով է։ Այն որ գիտենք Նիկոլովը գիտենք, ով է ինքը։ Փաստացի մեղմ եմ ասում, մի Նիկոլ էլ ինքն է։ Իսկ եթե մտածում է հանկարծ չեմպիոն լինելը ինդուլգենցիա է, դու կարող Մանսուրյանից լավ կոմպոզիտոր եք, չէ։ Որտեղ իմ համար մարդն է առաջնային, իր ձեռք բերումները, այսօր ChatGPT-ն ավելի լավ երաժշտություն է բերում, ռոբոտներ կան ավելի լավ բան կարան բոքս կարան կապնել, և մարդու ամենամեծ և ամենաբարդ նվաճումը դա մարդ մնալն է, ծնվում են մարդ բոլորը, մարդ մնում են շատ քիչերը, պարզվում է ամենաբարդ մասնագիտությունը, ամենամեծ ձեռքբերումը հենց մարդ մնալն է, որը փաստորեն նույնիսկ տաղանդավոր մարդկանց, տաղանդավոր սպորտսմեններին հասու չի, երբեմն, դրա մասին ասում էր նույնիսկ Ֆրունզիկը,